մի շրջան էր, երբ որ այդ առաջնորդները իրանց սեփական փորձից էլի պատերազմներ տեսնելով, ցեղասպանություն տեսնելուց հետո, անկախ պետություն հռչակելուց հետո, սեփական փորձով եկել էին մի հանգրվանի, որտեղ օրինակ դիվանագիտական բանի, Կարսի գրավումից բանից, ահագին այդքան իրադարձություններից հետո դիվանագիտական քաղաքավարի, սիրալիր դիմումներ եւ նամակներ էին գրում օրինակ թուրքական կողմին, հանդիպում էին, բանակցում էին, պատգամում էին իրենց ժամանակակիցներին եւ սերունդներին, որ պետք է օրինակ Թուրքիայի հետ ունենալ լավ հարաբերություններ 1915 թվականից 5 տարի հետո մարդիկ այդ ամենի միջով անցել են ՀՅԴ առաջնորդները 1920 պլյուս մինուսով այդ շրջանում ասել են էսա ճիշտը ազգ մենք էլ ենք ոչ լավ օրից հանգել ինչ որ ճշմարտությունների այն ինչ որ ես ասում եմ դա ոչ թե կուզեք ասեք պակաս հայրենասիրական իմ խորին համոզմամբ շատ հայրենասիրական որովհետեւ հայրենիքը սիրել որն է այսինքն դա ո՞նց ենք չափելու մենք տեսնում ենք սենց Հայաստանի Հանրապետության գոյության շարունակականությունը եւ միայն սենց եւ ես փորձում եմ ընդհանրապես ասել որ տենց տեսել են նաեւ ձեր առաջնորդները 100 տարի առաջ